Գագիկ Ծառուկյանի նախընտրական քարոզարշավը Սյունիքի մարզում շարունակվում է։ Այցը մեկնարկում է հարավի սրտից, Մեղրիում ընդունելությունը ջերմ է նույնքան, որքան արևի ու նռան քաղաքում։ Հանդիպմանը նախ քաղաքական հայտարարություններ են։ Գագիկ Ծառուկյանն անդրադառնում է ընդդիմության առաջնորդների հասցեին Փաշինյանի չդադարող սպառնալիքներին, ինչու է երկրի ղեկավարն ընտրարշավը վերածել քաղաքական շանտաժի եւ ինչու է ընդդիմադիրների քննադատությունը հունից հանում նրան։ Գործերը լավ չի։ Հարցումներ են անում, տեսնեն, որ այն առաջվանը չկա։ Բոլորն էլ հիշում են իր խոստումները, իր ասածները, որ ինքը չեկե Ղարաբաղը հանձնելու, ինքը եկել է կարգավորելու, եկել է ժողովրդի մատից փուշ հանելու, ժողովուրդը տուգանքի մատերիալ չեն, բայց այսօր ժողովրդին դարձավ միայն տուգանքի մատերիալ, պատերազմը հրարեց, որի պատճառով պարտություն, խայտարակություն, զոհեր, հաշմանդամներ, հողեր հանձնել եւ հետո սկսեց քծնվել Ալիևին, ներողություններ խնդրել, շնորհակալություններ հայտնել, որը մեր ազգին պատիվ չի բերում, գիտի որ վերջը եկել է, ոչ ասելու բան ունի, ոչ անելու բան ունի, ոչ էլ ծրագիր ունի։ ԲՀԿ ղեկավարն արձագանքում է նաև Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի առանձնատան բռնագանձման վերաբերյալ իշխանական թեզերին։ Գուլյան Վլադի տղան միլիոնատեր մարդ սաղ կյանք աշխատեց ստեղծե բիզնես աշխարհում եք մի հատ տուն պետք է չունենա կամ իմ աղջիկը տուն պետք է չունենա տունը պետականացել հազարավոր մարդկանց տներ եմ նվիրել այդ ավել ռեկլամ անելը ժողովուրդը չի ընդունում։ Իշխող վարչակարգը տագնապի մեջ է ընդգծում է Գագիկ Ծառուկյանը աղմկահարույց շոուները ժողովրդին անվտանգային աղետից շեղելու համար են։ Հերթական շանտաժը Արարատ ցեմենտ գործարանը խլելու սպառնալիքն է։ ԲՀԿ ղեկավարին հնարավոր հակաիրավական գործողությունների մասին զգուշացրել էին։ Ինձ ասել էին, որ պարոն Ծառուկյան, որ դու սկսում ես ճիշտ քննադատել, ինքը իր տեղը չի գտնում։ Ձեր սեփականությանը վնաս են տալու, արդեն հանձնարարություն ստացել են։ Ես ասել եմ, իմ հայրենիքը ունեցվածքով ես չեմ կարա փոխեմ։ 20 տարի առաջ սեփականացած գործարանը ասում Ծառուկյանից վերցնելու ենք եւ տալու ենք ժողովրդին։ Էլի ժողովրդինն աշխատում են, հարկերը տալիս են, ինչ վերցել ենք մի բան էլ ավել, քարը գարինները զարգացել։ Դրանով ուզում են Ծառուկյանին վախեցնել, հակառակը ինչ որ կա իրականն ասել են։ Խոսակցություններ են արդեն պտտվում, որ Արարատ ցեմենտի պետականացումը տեղի է ունենում կոնկրետ Ալիևի պահանջով։ Ես լսել եմ, որ Ալիևի պատճառով Օլիմպիական կոմիտեի հարցն է, քանի որ մեր հայերը ցանկացած հանդիպման ադրբեջանցիներին, թուրքերին հաղթում են։ Ու դրել են անօրինական որոշում են կայացել, որտեղ օրենք չկա։ ՄՕԿ-ը միջազգային օլիմպիական կոմիտեն այդ հարցով զբաղվում։ Եթե մարդը սկսեց դեմ խոսել, իրականություն ասել, դրա համար խառնվան իրար, ցայտնոտի մեջ են։ Աջեր արածների պատասխանը տվեք, որոնց որ ոչ մի լավ բան չեք արել։ Մենք խաղաղություն ենք բերել։ Խաղաղություն եթե բերել են, բայց ինչի համար մեր գերիներին չեն տալի։ Ինչի ադրբեջանցիները մեր սահմաններից հետ չեն գնում, ինչի համար։ Ինչի համար հիմա նա ուզում է նորից պահանջ են ներկայացնում, որ 3 շրջան պետք է տան։ 3 շրջանից հետո սահմանություն պետք է փոխեն։ Ամոթը, այսօր գրքերը փոխելով, մեր պատմությունը փոխելով, մենք ազգ ենք, ժողովուրդը պետք է հասկանա, ուշքի գա ու բացառված է, որ իրեն ձայն տան։ Ու այսօր Ծառուկյանին վախացնելով որ ցեմ զավոդը ես տալիս եմ ժողովրդին, քո ցավն էլ տանեմ, օրենքի առաջ բոլոր հավասար են, կար անօրինական պետք է խլես, դա պատասխանը դու ես տալու, պետությունն է տալու։ Հիմա էլ կազմակերպել են օրգանով, որ հանկարծ մեկ ուզում է բան ասի, բերանը փակում տա, ամոթը, զոհվածի մորն էլ է քաշում, հայոյում, բժշկուն էլ, մյուսին էլ, դες ղեկավար չի լինում, ձեր ցավը տանը։ Մարդկանց շրջանում համատարած հիասթափություն է, բարեկեցիկ կյանքի փոխարեն իշխանությունը միայն թանկացում, տուգանքներ ու հարկեր է բերել խաղաղության փոխարեն, պատերազմ, զոհեր, գերիներ։ Արցախը կորցրինք, հիմա էլ նոր տարածքներ են պատրաստվում զիջել։ Ես ոչ մի անգամ չեմ ընտրել, ոչ առաջիական, ոչ երկու։ Այո։ Բայց էլի ես ազգովի Այո։ մեղավոր եմ համարում։ Իրանք են բերել ընտրել, իրանք են բազմացնել, մեզ է կրակացել։ Նույնը ես եմ ժողովրդը դիրան ընտրել։ Հիմա եկել է փոխելու ժամանակը։ Ինքը ոչ մի ասած չի արել։ 10,000-ից ավել հաշմանդամ ունենք։ Զոհեր տալով, քանի հազար են որ ասում են 5,000, իսկ ինչ եք ասում։ Լավ, թողելի 4,890։ Կորածներ ինչքան ունենք։ Դա սնողները նստած տունը սեկի մեջ։ Ալիևի պես մարդուն, որ այսքան չարիք, այսքան վերելով, շնորհակալություն են հայտնում, ներողություն են խնդրում։ Դա պատիվ չի բերում ասել։ Այնպես որ դուքները տեղը պահեք, ինչ է, սկիզբ ունի, նա էլ վերջ ունի։ Ոչ մի մարդ մշտական չի, ոչ մի պաշտոն է հավիտենական չի։ Հայ նախանձնա։ Հայը նախանձիլ, հայ ոչ մեկ չի կարա։ Ապրես, համաձայն եմ, այո։ Բայց այսօր պետք է ազգը միասնական մի մարդու պես, ես չեմ ասում բացահայտ ասեք, հիմա պետք է գան
բռնեն, ակ գրեն, մեզ կան մարդ հանել են, մարդիկ ասեմ դիմում չգրեք, բայց ինձ անօրինական առանց դիմում հանում են, որ կտա դատարան կվերականգնի, փոխվեց, այդ իր հանողն է հանվելու։ Ես փոշ начальника բնենի за что ты հանան, տարադատ դասինչա մալեկանել, իրանք ճիշտ անին սխանան։ Այսինքն դեմ է խոսել։ Ասում է արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Ով արել է նա պատասխանը կտա, այս քանի ներկայացեմ քեզ ասում եմ։ Գագիկ Ծառուկյանին խնդրանք ունեն երիտասարդները։ Խնդրեմ ձեզ, եթե հնարավոր է, մեղրում բացվի ֆիթնես ակումբ, որպեսզի երիտասարդությունը զբաղվի, որ վաղը մյուս օրը մեր բանակին առողջ ամուր զինվորներ ունենա։ Դա մեր ծրագրում կա, որ բոլոր բնակավայրում պետք է լինեն մարզական դպրոցներ, որ մարդիկ երեխաները կարան զբաղվել, իսկ քաղաքներում ֆիթնես սենտր։ Դա անհրաժեշտ է, առողջ ապրելակերպ, առողջ երիտասարդություն մեր ազանի փոխարինողներն են։ ԲՀԿ ղեկավարը կոչ է անում չհուսալքվել։ Վրեժխնդրության ու շանտաժի վերջը մոտ է։ Հունիսի 7-ից սկիզբ ենք դնելու նոր հաղթանակների, վերականգնելու ենք հայի արժանապատվությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը Մեղրիից Ագարակ է ուղևորվում, ինչպես յուրաքանչյուր բնակավայրում այստեղ եւս նրան հարազատի նման են դիմավորում։ Գագիկ Ծառուկյանը նախանդրադառնում է իրեն վերագրվող մեղադրանքներին, դրանք համարելով կեղծ ու շինծու։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վիրավորանքները, սպառնալիքները, ձեզ նաև մեղադրում է լրտեսության մեջ։ Ինչպես կարձագանք եք։ Որում ես նորից եմ ուզում ասել, ես երբեք իմ բարձունքից չեմ իջնի եւ իմ կլասը չեմ գցի։ Սա նշան է իր ավախի, որ կորցնում ամեն ինչ։ Չկա ոչ վստահությունը, ոչ հավատը։ Արդեն 8 տարին սուտ ասելով, մարդկանց ֆռցնելով, ցնցումների մեջ անգնում, խոսում է վիրավորելով, եթե մարդը վստահ լիներ, հանգիստ լիներ, շատ ջերմ ժպիտով կխոսեր։ ԲՀԿ առաջնորդը ուշագրավ մանրամասներ է հայտնում Արարատ ցեմենտը պետականացնելու մասին Փաշինյանի սպառնալիքների վերաբերյալ։ Սա պահանջն է Ալիևի, որ նույն վագոնները գալիս են բենզինով, հիմա ուզում են նույն Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի։ Ալիևը ինչ պահանջարկ դնի, պետք է մեր վարչապետը կատարի։ Չկատարել դեպքում, ասում է պատերազմ կլի, սա կլինի։ Իր վստահությունը, իր ապորան, իր մեջքը մեն մնացել է Ալիևը։ 2020 թվականին, որ ասեց, ես անփորձ երիտասարդները պետք է գնան, որ մեզ մնացել է 4 ամիս ժամանակ։ Այն օնել ասում են, Ծառուկյանը որ գիտեր, Ծառուկյանը ուղեղ ունի, վերալուծում, հասկանում է, եթե Թուրքիան, Ադրբեջանի հետ գալիս են զինվորություններ են կատարում, պատրաստվում են, ու դա ինքն էլ գիտեր, նույն վարչապետն էլ դա գիտեր, բայց թող ասեն, ինչի համար այսպես եղավ։ Ամեն ինչը կբացահայտվի, ով մեղավորը պատասխան կտա, այս երկում ծովը մեծացել եմ, կայացել եմ, ես եմ ստեղծել, ելիք ստեղծեմ, թող ուրիշները մտածեն։ Ծառուկյանին մի հատ էլ ձերբակալել էին, Ծառուկյան արտարացավ, պարոն վարչապետը պատասխան պետք է տա։ Ինչի համար 2600 մարդ քննել եք, Ծառուկյանին էլ ձերբակալես, աշխարհում եք հաշիվներս փակել են։ Եվ ես իհարկե պատրաստվում եմ Եվրոդատարան դիմելու համար, թող փորձեն։ Ժողովրդավարության մասին կեղծ պնդումներ թմբկահարող իշխանությունը վախի մթնոլորտ է ստեղծում, ապօրինի ձերբակալությունների հրահանգ իջեցնում։ Հաջողության չեն հասնելու, ընդգծում է Գագիկ Ծառուկյանը։ Մարդկանց բռնելով, նստեցնելով, գործից հանելով, սա վախի մթնոլորտ ստեղծելով, սա նշան է կարճ ժամանակի որ ամեն ինչ փոխվել է, ասես չի կարա լինի։ Մենակ վերին դվինում քանի մարդ է ասորիների համար։ Ինչքան ասորինից քանի մարդ։ 102 հոգի, որ բարգավաճ են։ Սենց երկիր չեն պահում, ժողովուրդն ամոթ է։ Աշխարհը չի տեսել որ երկրի ղեկավարը սենց ընտրություն անում, մարդկանց վիրավորելով, քաշելով, ԿՊԿ-ական շատ պաշտոնյաներ կան, որոնց ճանաչում են, գիտենք, նրանք էլ չգիտեն ինչ անեն։ Հետ կանել համար իրանց էլ կդատեն։ Գիտենք այն օրը ժողովարդ է, մարդիկ դուրս են եկել, հենց իր դիմակիցները իրենից հոգնել են։ ԲՀԿ ղեկավարին հարց ունի Արցախից տեղահանված կինը։ Արցախ վերադառնալու թե չէ։ Քույրիկ ջան, անհնարին ոչինչ չկա։ Եթե այսօր որոշում ենք ասում, որ 300,000 պետք է գան ադրբեջանցի Հայաստանում մնա 300,000 հոգի։ Իրենք տեսնում են, որ ժողովուրդը լսելով ամոթակ է տալի։ Ասում են, տես բան չկա։ Ասում եմ, թող գնան վերցնեն Ալիևի ելույթը 2025 թվական դեկտեմբերի 5-ը։ Այդ ոնց է մեր հայրենակիցը իր ծննդավայրը, իր տունը, արած դրած իրավունք չունի գնա մնա։
Բայց ադրբեջանցին, որ ոչ տուն կա, ոչ տեղ կա, պետք է կան մնան հարկորան մտածել, քայլեր կատարել, ոչ թե Ալիևի շնորհակալություն հայտնել, այլ բանակցել հավասարը հավասարի հետ, թուլին միշտ բանի տեղ չեն դնում, երբեք։ Հարց ու պատասխանից հետո Գագիկ Ծառուկյանը ծաղիկներ է խոնարհում հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանին։ Ես եմ շնորհակալ, իմացեք, ձեր կողքին եմ, ամեն ինչ բոլորի սրտով ալինեն։ Զարգացնել եմ եւ ծաղկացնենք եւ հպարտ կայլենք։ Բանոր նայում ենք։ Հերցացիք, բարով եք եկել, առողջանեք, ամուր, երկարապեք։ Իրար հետ, այո։ Ինչ որ ասել եմ, մեկին 10 անելու եմ։ Ես այդ վստահությունը հավատքը Ժորժան չեմ կորցնելու։ Չենք էլ կասկածում, լավ եղեք։ Լավ է, ձեզ հարցու կամով։ Հերախոսի համար, հերախոս չեմ պահում, ցավոտ։ Բայց գիտես քիչ չեմ պահում։ Որ զանգում են, մարդկանց չեմ կարող ասել։ Որ տենզնի ուրեմ առավոտ իրիկուն հերախոսս պետք է զանգի։ Մեր կողմից ձեզ Մեղրու խորհրդանիշն է։ Նուրը նռանգինի։ Շնորհակալ եմ աղբերս, շնորհակալ եմ։ Հայաստան իմ լույս իմ տոն, քո վերքը ցավ է, բայց ոչ խամար։ Քո սրտի մեջ դեր կրակա, քո ճամփան բաց է դեպի վաղը։ Հաջորդ կանգառը մարզկենտրոն Կապանն է։ Գագիկ Ծառուկյանին Սյունեցում բնորոշ հյուրընկալությամբ են դիմավորում ջերմ ձեռքսեղմումներ, բարեմաղթանքներ ու օրհնանքի խոսքեր։ Մարդկանց ոգևորությունն ու սպասումն անթաքույց են։ Կապանցիներին ուղված խոսքում Գագիկ Ծառուկյանը կոշտ քննադատության է ենթարկում իշխանության վարած քաղաքականությունը։ Ժողովրդին խաբելուց, երկրում վախի մթնոլորտ տարածելուց ու Ալիևի պահանջները կատարելուց բացի ոչինչ չեն արել։ Սուտը տար այդքան սուտ ասելուց, խոստումներ տալու ժողովրդին։ Ժորժան, ձեզնից գողացածները բերել եք նայեք։ Ինչն են գողացել, ինչն ես մինչև այսօր տվել, որ ժողովուրդը կարողանա ինչ-որ փոփոխություն զգա։ Պաստառը ճղելու համար մարդին նենց են վախացրել, ինքնասպան ա եղել, այց ցավը տանեմ։ Ղարաբաղցին, որ մարդիկ ստեղծել իրենց տունը պահել են, դոմիկների մեջ են մնում։ Այսօր հիմնական կատարում է Ալիևի պահանջները։ Ուրիշ հարազատ չունի, հարազատը մենակ Ալիևն է եւ միայն իր փրկությունը տեսնում այդտեղ։ Փաշինյանի կառավարման 8 տարիների ընթացքում պետական պարտքը կրկնապատկվել է 7 միլիարդ դոլարից հասնելով գրեթե 15 միլիարդի։ Մինչդեռ հանրությունը ոչ խոշոր ներդրումներ է տեսել, ոչ նոր աշխատատեղեր, ոչ էլ կյանքի որակի բարելավում։ Փոխարենը ոչինչ չունեցող յուրայիններն են հարստացել։ Կոսախտի եկել էր սոված ծարա վարկերի պարտքերի տակ տելևիզոր չէին կարող առնել, կամ TV գումար էին պարտ, կամ սիգարետի գումար էին պարտ։ Այսօր վիլաներով, դաչաներով պատասխան տուր 15 միլիարդ դոլարը։ Մի հատ գործ չես արել, մի հատ աշխատատեղ չես ստեղծել, մի հատ թոշակ չես բարձրացրել։ Այսօր ընտրությունից առաջ 6-10,000 դրամ ավելացնելով են ցածր մասին, բայց 10,000 դրամ ես թանկության մեջ ոչ մի բան չի կարանի։ Ժորժան, սաղ վարկի տակ չեք դուք։ Լավ եք ապրում իրարով։ Այրիկա սուտ ասես, եղբայր ամոտը, ես համաչում եմ, ազնությամբ հիմնավորած, իսկ նրան էլ կա մի քանի հոգի, որ չեմ ասում, որին իմ կուսակցությունը խեմ հանե հեռացե ինչի համար։ Հələ չափս պահում եմ, որ ասեմ դրանք թող իրենց անցյալը չմոռանան։ Երկիրը դարձել է կալանավայր, իրավապահ համակարգը քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Գագիկ Ծառուկյանը կարևոր է համարում մասշտաբային համաներում հայտարարելու անհրաժեշտությունը։ Սաղ բերդերը լիքն են, տեղին թե անտեղին մարդիկ, հակառակ են խոսացել, պաստառ են ճղել, բերդերում տեղ չկա, կալանավայրում տեղ չկա, հիմա ինտելային կալան։ Մինչև 10 տարի էլ ներում ենք շնորհելու, որ այդ մարդկանց հնարավորություն տրվի, գնան ասեն իրենց ընտանիքներին, իրենց կանանց, իրենց բալիկներին եւ ծնողներին։ Ժողովուրդը կեղծ խոստումներից ու ատելության խոսքից հոգնել է, հիասթափվել, պոպուլիզմին ու թշնամանքին պետք է փոխարինեն գործը, արդյունքը եւ հանրային համերաշխությունը։ Մեր ծրագրի մեջ առողջապահությունը անվճար լինելու, անմիջապես կրթությունը անվճար լինելու, մինչև 3 միլիոն վարկերը ժողովրդի պետությունը ներում է շնորհելու։
Քրիստոսի արձանն եմ կառուցում, իմ ազգի պատիվը բարձր պահ է։ Հիմա էլ ստուգումներ են ուղարկում, որ կարող է ժողովուրդ ջան, արկել են, որ այդ որ պետք է տուրիստ գա մի 20-30 միլիոն։ Ալիևը չի թողում, քո ցավը տանեմ։ Նույնն էլ ցեմենտի գործարանը ամսական 500 միլիոն հարկ եմ տալի, 1200 հոգել աշխատող եմ պահում։ Ալիևի ցանկությունն է, որ Ադրբեջանի ցեմենտել ներկուժիստ է։ Գագիկ Ծառուկյանը հիշեցնում է իր նախաձեռնության մասին, որը տարիներ առաջ ներկայացրել է, բայց մերժում ստացել։ 5 տարի առաջ բերել եմ 20 միլիարդ դոլար փող Ջավադյանին, հասեք կենտրոնական բանկի նախագահն է, եւ իրեն հարցեք վարչապետին, որին ձերբակալում են ազգային ժողովում եմ հարցը բարձր 1%-ով իմ երկրի համար են բերել, թող բանկն էլ 1% դներ 2%, 10 տարով էլ բերել ենք, որ ցանկացած մարդ 100,000 վերցնեի տարեկան 2000 դոլար փող պետք է վճարեի, կարայր բիզնես էլ դնեիր, կարայր զարգացնեիր, իսկ ինքը թույլ չտվեց, ասես մենք երաշխավորություն չենք կարդակ։ Եթե հունիսի 7-ից հետո որոշում կայացնողն իր թիմը լինի, մարդիկ կարճ ժամանակ անց բոլոր ոլորտներում առաջընթաց ու զարգացում կտեսնեն, վստահեցնում է Գագիկ Ծառուկյանը, որպես օրինակ մատնանշում մեր սպորտային հաջողությունները։ Սպորտը վերցել եմ, որ 8 տարի Հայաստան անկախության մեդալ չի ունեցել։ Դպրոցներ եմ կառուցել, գույք եմ առել, սպորտսմեններին եմ բերել, թոշակներ եմ նշանակել, պարգևատրում եմ տվել, տարեկան 200 մեքենա նվիրել եմ, եւ այսօր մենք ունենք հիմային էլ առաջի տեղը։ Աշխարհում եք, որտեղ մասնակցում եմ, իմ ազգի պատիվը բարձր եմ պահում, դրոշնա բարձրանում, հիմնանջում։ Կապանի տարեց բնակիչներից մեկը վրդովմունքը թաքցնել չի կարողանում։ Ֆիլմեք Սուտաստանը մեր երկրի, մեր վարչապետն է։ Եվ ես նվերով եմ եկել վարչապետին, ես իրան պամպերս եմ բերել, ինչի համար։ Այրս կես տարուց ավել է, հիվանդը անկողնայի։ Հրաժարում են կարգ տրամադրել, անվասալյակ չեն տալիս, պամպերս չեն տալիս, դու միջև վերջ վարչապետ չես լինելու, 2026 առանց Նիկոլի։ Եվ ես ասում եմ Նիկոլ, դու միշտ բարձր աշխատավարձ ու պատվովճար չես ստանալու։ Դու ժողովրդի մեր բոլորի հաշվին ձրի կառավարության բյուջեից փողերով հաս չես ծնվելու, են որ կաղնում է շատ ներողություն, ստում թե երեխաներին սիրում եմ, երեխաներն էլ ինձ են սիրում, ստում է։ Դրա համար բոլորս միասին 26 թվականին պետք է մերժենք 16-ին։ Ամսի 7-ին, համար 7-ին։ Ու այսօր հարգելի ժողովուրդ, իր այս ներվային համակարգը, որ խառնվել է, տեսնելով, որ ժողովրդի մոտ այդ ստերը չի անցնում։ Ավտոբուսով մարդկանց բերում է, մարզպետով, թաղապետով, քաղաքապետով, օրգանով, հարկայինով, իր մարդկանց հավաքելով, ծափեր տալով ասելով, նրանք էլ են դժգոհ, ժողովուրդ վախում են, նրանք էլ են արդեն հոգնել սուտացելուց, մարդկանց հետ նրանք շփվում են, զգում են ինչ է կատարում, այնպես որ վերջ չի եկել է։ Գագիկ Ծառուկյանի հետ իրենց խնդիրներով բազմաթիվ քաղաքացիներ են կիսվում։ Այստեղ գտնվող երեխաներից մեկի հայրը գերի է ընկել, տարեց կինն էլ գումար չունի, որ առողջական հարցերը լուծի։ Այս երեխայի հայրը 6 տարի է հենա Ադրբեջանում գերի անստած, ում դիմել եմ ոչ մի բանով չեն կարողել օգնել։ Մի տեղը ծախսեր 10,000 կարծամ, երկրորդ տեղը ծախսեր 9,250։ Բասմասաղ ձրիա, սաղ տվել եմ այդ ցավը տանեմ, չես դսում։ Մենակ մի ճնշման դեղ եմ ստանում։ Կապանցիները Գագիկ Ծառուկյանին նաև նվերներ են փոխանցում, ջերմ մաղթանքներ ասում։ Թող Հիսուսի աչքը միշտ մեր շնորհիք է։ Թող պահապան լինի, մեր ազգին, մեր երկրին, մեր ժողովրդի շնորհակալ։ Ձեր թևը վնասված է։ Վնասված է։ Մենք ուզում ենք, այս նարեկը նվիրենք ձեզ, Այո։ որպեսզի ձեզ բժշկի։ Դուք մեզ առողջ եք պետք։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Միշտ երազել եմ, որ հայրենիքում Հիսուսի արձանը ունենանք եւ ձեզ շնորհակալ եմ։ Շատ մեծ սիրով, անպայման, եւ ես հատիսի վերաբերյալ բանաստեղծություն ունեմ, անպայման այնտեղ կարտասանեմ։ Ամբողջ աշխարհը այսօր հետաքրքրված է եւ ցանկություն է ունում Հայաստան։ Մարդը պետք է գործից հասկանա, ինչ ժողովրդին պետք է սիրի, որ ոչ թե անգիրարած բառեր ասի, որ սիրում եմ կամ սրտիկներ անի։ Անվտանգ երկիր ու բարեկեցիկ կյանք են ցանկանում կապանցիները։ Գագիկ Ծառուկյանին հրաժեշտ են տալիս հաղթանակի սպասումով։ Վստահ են, խոսքը մշտապես գործի վերածող մարդն իրենց երբեք հուսախաբ չի անելու։